Բարի օր սիրելի երոստատիտող, այսօր պատրաստելու ենք մակարոնի տեսակներից ամենահարքիներից, ամենասիրվածներից մեկը, որը mac and cheese-ն է, այսինքն ոնց որ բանրային պաստայի տեսակն է, ամենաիրա main ingredient-ը, այսինքն գլխավոր բաղադրիչը հալած չեդդեր պանիրն է, որը մենք ունենք ամենահամով հալած չեդդեր պանիրը, իսկ որտեղից Սու շեֆից։ Դուք էլ կարող եք վերցնել եւ պատրաստել պաստա եւ պատրաստել սոսեր, որը ուտեք տակոյի հետ, որը ուտեք նաչոզի հետ, մի խոսքով շատ լավ տարբերակ է։ Այսօրվա բաղադրատոմսի համար մեզ պետք է 500 գրամ բզդիկ խխունջիկ մակարոնեղեն, 1 ճաշի գդալ ալյուր, 700 մլ կաթ, 50 գրամ կարակ, 250-ից 300 գրամ հալած չեդդեր պանիր, 2-ից 3 տեսակի պանիրներ, 100 գրամ մոցարելա, 50 գրամ պարմեզան, 1 ճաշի գդալ դիժոն մանանեխ, 4-ից 5 հատ կանաց ցող, աղ, սև բղբեղ եւ սխտորի փոշի։ Ես ուզում եմ արդեն պաստան տնեմ խաշելու, քանի որ ջուրը պատրաստ է, իսկ ջուրը ինչ ենք օգտագործել, ասեմ ձեզ։ Սիլի ջուր ենք օգտագործել, մենք միայն սիլի ջուրով ջաշ ենք պատրաստում եւ սիլի ջուր խմում ենք։ Պաստան ավելացնում եմ մի թեթև աղ, եւ մի թեթև փրինցի ցետ, իհարկե Սու շեֆից։ Որպեսզի լինի մեր ճաշը ավելի թեթև եւ ավելի համով։ Արդեն հիմա կերա թողելու ենք 10-ից 12 րոպե։ Ունենք երկու տեսակի պանիր, մի հատ կերի չփերում ենք ու սկսում ենք։ Իդեպ, այս բոլոր ապրանքները կարող եք 8 սուպերմարկետից վերցնել եւ կստանաք լավ որակով ապրանք եւ կմասնակցեք լիքը խարաղարգությունների եւ ձեր բոլոր ապրանքները որակով դուն կփերեք եւ մի հատ էլ դուն եւ ուրիշ բաներ կշահի, քանի որ 8 սուպերմարկետը միշտ անցկացնում է խովաստային վիճակախաղ։ Այսինքն գնում եք այսօրվա բաղադրիչները վերցնում եք, բոլորը որակով հավաքում եք, գնում եք տուն պատրաստում եք, ասեմ որ դուք ունեք cashback, այսինքն ինչ որ ծախսեր եք այսօր 8-ից, հետ ենք վերադարձնելու ձեզ։ Դուք կարող եք այդ գումարով յետ կյանքերնիդ վայելել, յետ ուտ կաք, դուք ազատ եք։ Մի խոսքով հնարավորություն են տալիս, որ ձեր ծախսած ապրանքը հետ տան ձեզի։ Այսինքն լավ տարբերակ է, որ մեր քնումները ընդեղից անենք։ Բան չենք վնասի։ Մնաց պարմեզանը։ Այս էլ որ անենք, արդեն սոսը կսկսենք պատրաստել։ Հետաքրքիր մասը, որ սոսը միջև պատրաստ լինելը արդեն պաստան պատրաստ լինում, մի անգամից պաստան շուր ենք տալիս դեպի սոս։ Հիմա պարմեզանը։ Ո պատրաստ է, օպա։ Դե իհարկե, մի հատ օճարվենք, որ մաքուր շարունակենք։ Որ ABC-ին չիլիներին չենք անելու, այստեղ ունեն լիքը ապրանքներ, եւ խոհանոցի, եւ դան բարականեր, եւ լվացքի, ինչ կուզեք կա։ Մի հատ փորձենք չեդդերը բացել, լավն է։ Ինտենսիվ է, նայեք, սենց ինտենսիվ է։ Ավելացում ենք կարակը։ Հիմա ավելացնելու եմ ալյուր, իսկ ալյուրը մենք օգտագործում ենք մարանիկ, որը աչքերնից լույս, մարանիկը ունի ալյուր եւ ալյուրների տեսակ լիքը, այստեղ տեսնում եք հետևում դրած ենք, ունի փրինցի ալյուր, ունի հնդկացավարի ալյուր եւ ունի լիքը ալյուրներ, նույնիսկ եգիպտացորենի։ Հիմա ես այստեղ մեկ գդալ ավելացնում եմ ալյուր, խառնում ենք, շատ արագ, առաջ որ վարի ալյուրը, մինչև որ արդեն ալյուրի հոտ չառնենք, կաթն ենք ավելացնում, օրենքը դենց է, մի քիչ հավաքում է կարակը այս ալյուրներին, կամաց ավելացնում եմ։ Հատ լավ խառնում եմ,
Կարակը ալյուրը վերև եմ բերում կաթի հետ։ Սկսում ենք ավելացնել աղ։ Աղը քիչ ենք դնում, որովհետև կարող է մեր պանիրները աղի լինեն։ Դրա համար դնում ենք, հետո կարող ենք ավելացնել։ Խնդիր չկա։ Մի քիչ սև բաբեղ, մի քիչ սխտորի փոշի, իհարկե մարանիքից։ Լավ է։ Դիժոն մանանեխ կարող եք եւ ստանդարտ կամ կլասիկ մանանեխ օգտագործել, խնդիր չէ։ Պաստան արդեն խաշվում է։ Մի 8 րոպե կուզե պատրաստ կլինի, մենք արդեն սոսը կպատրաստենք։ Լավ խառնում եմ, որպեսզի այդ համեմունքը եւ սխտորի փոշին լավ խառնվեն։ Եվ սկսում եմ ավելացնել չեդերի սոսը։ Այսպես չեդերից վերցնում եմ ու թնում եմ, նայեք ինչ վիճակը։ Վաու, վաու, վաու։ Վաու, վաու, վաու։ Այդ խառնում եմ չեդեր պանիրը։ Ավելացնում ենք պանիրները, պարմեզանը և մոցարելան։ Հələ մի հատ նայեք, մի հատ նայեք, մի հատ նայեք։ Դուք պատկերացրեցիք մենք ինչ ենք ստանալու։ Դե, պատկերացրեք։ Իդեպ, այս ճաշը իմ մեծ աղջկա Փեգայի ամենաֆեյվորիտն է։ Ինքը միշտ ասում մաման պատրաստ է, այս չեդերի սոսը միշտ պատրաստում եմ, ու ինքը համով հոտով վայելում է։ Հիմա ինչ ենք անում։ Ստեղ նայում ենք պաստան, արդեն պատրաստ է։ Ստեղից վերցնում ենք ու գնում ենք հարևանի մոտ։ Մի քիչ հեռացնում ենք, որպեսզի չայրենք, մինչև պաստան ավելացնելը։ Տերահասների ամենասիրած ուտեստներից է և mac and cheese-ը, այսինքն բանրային մակարոնը։ Եվ խառնում ենք։ Վաու, 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 հելը նայք, հելը նայք։ Տեսանք, ինչ ենք ունենում։ Ես սրա մասին էի ասում։ Սրանից հետո կարող եք և ջերոց ուղարկել, եթե սիրում եք խրխտան շերտը ստանալ վերևում։ Եթե չէ, հյութալի եք սիրում, կարող եք այսպես արդեն մատուցել։ Իսկ ինչի ենք այսպիսի պաստաներ ընտրում, որ ինքը ձագով լինի, ու այդ սոսը դենց բադի, մեջից դուրս, դուրսից մեջ եւ այլն։ Կարծում եմ պատկերացրեցիք։ Եվ ես ուրախ եմ, որ հիմա օպերեյթերը մոդիկից է նկարում ու դուք տեսնում եք այս բանրային խաղը ու վազում եք շուկա, գիտեմ։ Մանր սոխը կտրատում եմ։ Մենք միշտ պաստա, որ պատրաստում ենք, սիրելիներ, երկու հատ ենք պատրաստում, որովհետև միշտ պաստան ասոցացնում ենք ռոմանտիկ դիների հետ, ուզում ենք մեր համար եւ մեր զույգի համար պատրաստենք։ Դուք էլ կարող եք մեր նման ռոմանտիկ լինել։ Մի քիչ կանացող։ Մի հատ էլ սև բաբեղ։ Դե ինձ սիրելիներս, այսօրվա մեր բանրով պաստան կամ մակարոնեղենը կամ mac and cheese-ը պատրաստ է։ Ուզում եմ իհարկե փորձարկել, որպեսզի տեսնեմ իմ ուզածով պատրաստ է, եղած է։
Հույսով եմ չեմ վարվի։ Վաու։ Իրականում mac and cheese-ը comfort food է, այսինքն շատ հանգստավետ համերով ուտեստ է, շատ հանգիստ կարող եք պատրաստել եւ վայելել այս համովությունը։ Մի խոսքով շատ համեղ է։ Իսկ դուք անպայման պատրաստեք եւ վայելեք այս համերը։ Վաղ կհանդիպենք ժամը 9:00 եւ 17:00 Կենտրոն TV եթերով։ Ցտեսություն։